դրանք թողում են արվելային փաստաթղթերի, որոնք մինչ այդ կհետազոտվեն։ Եթե նույնիսկ դատարանը ապացուցման այս կարգի հետ կապված փոփոխություն սահմանի, ապա այդ անձին, որոնք մեր կարծիքով այդ մեղադրանքի մեջ նշված փաստերի վերաբերյալ հայտնել, մի քանիսն են եւ առնվազն նկատի առնելով նաև սովորաբար պրակտիկայի ծառայողությունը, նիստերի տևողությունը գտնում է, որ 3 ամսվա ընթացքում ամենայն հավանականությամբ չենք սպառելու այդ ապացուցողական զանգվածի հետազոտումը։ Հաշվի առնելով հատկապես այն, որ առաջարկվելու է սկզբից հետազոտել փաստաթղթային ապացույցները։ Հաշվի առնելով մեղադրանքի կողմի մարտավարությունը ապացուցման գործընթացի հետ կապված։ Ըստ էության այսքանը գտնում եմ, որ դա ժամանակատար է եւ 3 ամիսը նույնիսկ չէ բավականացնելու ամենայն հավանականությամբ։ Այգուն մեղադրողությունը ապացույցների հետազոտման հաջորդականության տեսանկյունից, այսինքն մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտման հաջորդականության տեսանկյունից ձեր դիրքորոշումը բացահայտեցիք, բայց այն դեպքում, երբ որ մեղադրյալը գտնվում է քաղաքի տակ կամ տնային քաղաքի տակ եւ դրա հիմքում դրված է քրեական վարության խոչընդոտելու ռիսկը անձանց նկատմամբ հնարավոր ապօրինի ազդեցության տեսանկյունից։ Ինչքանով է ճիշտ նման հաջորդականության որդեգրումը, մանավանդ այն պայմաններում, երբ որ գործող քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս հարցաքննող վկաներին հարցեր տալ ուղիղ չհետազոտված այն ապացույցներից, որոնք փաստաթղթային են։ Զուտ տրամաբանությունն է արտաքին։ Հասկացա, տրամաբանությունը պատվարժան ապացուցման հետ կապված ավելի տեսանելի դարձնելու առավել փաստարկված հիմնավոր, որովհետև թեև վկաներին կարող է հարց տվել մինչև ապացույցի հետազոտումը, բայց այնուամենայնիվ խոսքը ապացուցողական այնպիսի ծավալի մասին է, որը մեր կարծիքով պետք է բացահայտվի եւ հարց տվել։ Խոսքը զուտ ծավալին է վերաբերում եւ հնարավոր է նաեւ այդ ծավալը լրացվի օրինակ պաշտպանների կողմից եւ այդ դեպքում հնարավոր է հարցադրումները իմ կողմից հարվել, որը այս բանը եւս կանխատեսելի չի։ Եվ մի հանգամանք է, որը մեղադրյալի անձով է նաև շատ հաճախ պայմանավորվում մոտ 3 ամիս 2026 թվականի ապրիլի 15-ից սույն գործով դատական նիստեր է իրականանում եւ դատական պրոցեսի ժամանակ մեղադրյալ Սամվել Կարապետյանի կողմից դրսևորված վարքագիծը այն պայմաններում, երբ որ դատարանը նաև թույլ է տվել շփվել ցանկացած անձի հետ, բացի դատակոչման ենթակա հնարավոր անձանցից։ Նաև այն անձանցից, ովքեր որ պայմանականորեն դատարանի գնահատմամբ հնարավոր պաշտպանության կողմի միջնորդի պոլիսիական հարցականը, խոսքը այն մասնագետների մասին է, ովքեր կարծիք են արտահայտել քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցանքի մեկնաբանման հետ կապված։ Հիմա այս այն ընթացքում Սամվել Կարապետյանի դրսևորված վարքագիծը դրական է, բացական է, նեյտրալ է, վտանգավոր է, թե անվտանգ։ Քրեական վարություն խոչընդոտելու տեսանկյունից։ Պատվարժան դատարան այնքանով որքանով չունենք բացասական տեղեկություններ վարքագծի հետ կապված, կարող ենք արձանագրել, որ իրավաց խախտանամիջոցը ծառայել է նպատակին։ Իսկ ինքնին ժամանակի տևողությունը չի կարող չեզոքացնել այս ռիսկը, թեկուզ եւ պատշաճ վարքագծի դրսևորման տեսանկյունից։ Տեսականորեն այս ժամկետի տևողությունը զուտ իրավական քննարկման հարթությունում կարող է հասնել օրինակ փախուստի դիմելու ռիսկի գնահատման համատեքստում կամ արգելված արարք կատարելու համատեքստում, բայց երբ որ կա անձ, որի նկատմամբ կա խոչընդոտելու ռիսկ, եւ այս անձանալումը կատարվել է արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, քանի դեռ այդ անձը հարցակնված չէ, այդ ռիսկը շարունակելու է մնալ արդիական։ Մեղադրանքի կողմի դիրքորոշումը հետեւյալ է։ Պաշտպաններից առաջ հավալայում Արդեն դատարան արարքում ներկայացված միջնորդության դեմ գտնում է, որ այն անունն է ենթակա մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ Նախ դատարանը տնային կալանքի ժամկետը երկարացնելու
հիմքում դիտարկել է ապացույցների ծավալ սահմանելու հանգամանքը, իսկ մենք հենց այդ փուլում ենք գտնվում, որտեղ մենք կարող ենք սահմանել ապացուցման ենթակա հանգամանքների ծավալը։ Ինչ վերաբերում է մեղադրողին դատողություններին, որ օրինակ պետք է սկզբից հետազոտվեն գործի փաստաթղթերը, հետո նոր հարցաքննվեն վկաների, քանի որ այդ վկաներին պետք է այդ փաստաթղթերից բխող հարցադրումներ տան, այդ տեսակետի պաշտպանական կողմը համակարծիք չէ եւ գտնում է նման կապահովող միջոցների կիրառման պայմաններում նման ապացուցման բեռնի բաշխումը չի բխում մեղադրյալի շահերից, նաեւ չի բխում գործի արդյունավետ քննության շահերից։ Մեղադրողի դիտարկումները կարող են տեղավորվել բացառապես այն կոնտեքստում, որ կոնկրետ օրինակ մենք դատական պրակտիկայում շատ ենք ունենում, կոնկրետ վկային հարցաքննելու ժամանակ անհրաժեշտ է լինում 1 կամ 2 էջ փաստաթղթի հղում անել, այդ փաստաթուղթը այդ պահին հետազոտվում է եւ այդ փաստաթղթից վկային տրվում է հարցադրումներ։ Այսինքն մինչև թե վկային պետք է տրամադրենք հարցադրումներ, դրա համար որ մենք 130 քանի հատորանոց գործում արկա փաստաթղթերը ամիսներ շարունակ նստենք, հետազոտենք ու այդ ընթացքում պարոն Կարապետյանի պահենք տնային կալանքի տակ, դա մեր ասած իրավաչափ չէ։ Բացի այդ, հարգելի դատարան, հարգարժան մեղադրողը բացառված որևէ դիտարկում չարեց, որ այս ամբողջ ընթացքում, երբ որ երկարացվեց պարոն Կարապետյանի տնային կալանքի ժամկետը եւ սահմանափակումները որոշակիորեն վերանայվեցին, պարոն Կարապետյանը հանդիպումներ է ունեցել բազմաթիվ անձանց հետ եւ ըստ պրոբացիայի ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության որևէ խախտման դեպք չի գրանցվել։ Սա խոսում է պատշաճ վարքագծի մասին եւ առավել մեղմ խափանման միջոց ընտրելու հնարավորության մասին, հարգելի դատարան, 3 ամսվա մեջ շփվել, նախընտրական շրջանում շփվել բազմաթիվ անձանց հետ, դրանց վերաբերյալ արկային շատ ու շատ տեսանկարահանումներ տարբեր սոցիալական ցանցերում եւ պրոբացիայի ծառայությունում չունենալ խախտման ձևական գոնե մեկ դեպք, դա իրոք խոսում է պատշաճ վարքագծի գերապահովված լինելու մասին։ Բացի այդ, հարգելի դատարան, հարգարժան մեղադրողը չհիշատակեց, որ վճարված է բավականաչափ խոշոր գրավի գումար, որը նույնպես շատ մեծ երաշխիք է հանդիսանում պատշաճ վարքագծի ապահովման տեսանկյունից, հետևաբար ընդամենը հնարավոր է վերացնել պարոն Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, պահպանելով գրավը եւ վերջինս արգելել ընդամենը գործով, չգիտեմ, 10 կամ 20 չհարցակնված անձանց հետ շփվելու հնարավորությունից։ Այսինքն անձի նկատմամբ հնարավոր է սահմանել պարտականություն, որ պետք է շփվես այսքան անձանց հետ, եթե շփվես հսկայական վճարված գրավի գումարը կդառնա պետական միջոց։ Ես կարծում եմ տնային կալանքի տակ պահել է իրավաչափ չէ եւ այն ենթակա է փոփոխման։ Բացի այդ մենք ունենք կոնկրետ անձանց ցուցակ, հարգելի դատարան, նախաքննության փուլում, եթե օրինակ Արին դեկանացնող Մարվինը ասում է, որ չգիտեմ պետք է ապահովել անձի չշփվելը վկաների հետ, ընդ որում անորոշ թվով, որոնց թիվը դեռևս հայտնի չէ, մինչդեռ որոշակիորեն հնարավոր է լինում դա հասկանալ, բայց տվյալ դեպքում մենք ունենք կոնկրետ անձանց ցուցակ, ովքեր որ դատակոչված են, եւ դժվար չի այդ դատակոչված անձանց ցուցակում հիշատակված անձանց հետ շփումը արգելել պարոն Կարապետյանին ու դրանով հարցի խափանման միջոցի հարցը համարել լուծված մարդին այլևս շփայել տնային կալանքի տակ։ Այսքանի գործընկերները կդրացնեն։ Շնորհակալ։ Հարգարժան դատարան, ես եւս գտնում եմ, որ մեղադրողը ներկայացրեց միջնորդություն, Սամվել Կարապետյանին եւս 3 ամիս ժամանակով խափանման միջոցը վերջինիս երկարաձգել, մինչդեռ արգելի մեղադրողը չներկայացրեց որևէ հիմնավոր պատճառաբանություն, թե օրինակ այլ խափանման միջոցները ինչու չեն կարող ապահովել Սամվել Կարապետյանի պատշաճ վարքագիծը։ Այն պայմաններում պատվարժան դատարան, ինչպես իմ գործընկերը նշեց, ես եւս պետք է անդրադառնամ, շուրջ, եթե չեմ սխալվում, քարոզչության ժամանակաշրջանում Սամվել Կարապետյանի բնակության վայր են այցելել 20,000 եւ ավելի քաղաքացիներ։ Այստեղ հարց է առաջանում,
եթե Սամվել Կարապետյանը որևիցե դատավարության մասնակցի կամ այլ անձի վրա մեծ ցանկություն ունենար որևէ կերպ ազդեցություն գործադրելու, արդյոք չէր կարող այդ անձանցից որևէ մեկի միջամտությամբ այդ գործողությունը իրագործել։ Բնականաբար չունենք պատասխան և չունենք որևէ փաստական տվյալ պատվարժան դատան, որ Սամվել Կարապետյանը այս ամիսների ընթացքում գոնե անգամ իր կողմից մեկ փորձ է արվել դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու վերաբերյալ։ Բացի դա պատվարժան դատարան, մենք պրոբացիայի ծառայության կողմից նաև ինչին չառաջեց մեղադրողը, չունենք որևիցե տվյալ, փաստական տվյալ, որ Կարապետյանը օրինակ այդ ժամանակահատվածում որևիցե ապօրինի գործողություն է կատարել, որը նաև կարգավորվել, այսինքն այդ խափանման միջոցի պայմաններում գտնվելու ներքո խախտել է այդ պայմանը։ Եվ ի վերջո պատվարժան դատարան, եթե արձանագրենք, որ օրինակ մտահոգությունը մեր հարգելի մեղադրողի կայանում է նրանում, որ հարցաքննված վկաների նկատմամբ կամ օրինակ մեղադրյալների նկատմամբ կարող է Սամվել Կարապետյանը ապօրինի ազդեցություն գործադրել, ապա պետք է հիշատակեմ, որ դեռևս նախաքննության ընթացքում ոչ թե 1, 2, այլ 10-20, եթե ոչ ավել միջնորդություններ է ներկայացրել պաշտպանական կողմը, մենք փաստաբաններս յուրաքանչյուրս առանձին միջնորդություններ ենք ներկայացնել։ Եթե կան հետևյալ բովանդակությամբ, եթե կան այնպիսի անձինք, ովքեր որ Սամվել Կարապետյանի դեմ վկայություն են տվել, որպես այդպիսի մեղադրող ցուցմունքներ, խնդրում ենք ապահովել մեր կոնֆրոնտացիայի իրավունքը, մինչդեռ նախաքննության ընթացքում, ինչպես նաև նախաքննության ավարտին, մերժվել են մեր բոլոր միջնորդությունները, ինչը վկայում է այն մասին, նաև քրեական վարքի 135 հատորում չկա մեկ անձ, ում ցուցմունքը ուղիղ մեղադրական է Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Այդ պայմաններում արձանագրել, թե ում նկատմամբ այն պայմաններում, երբ որ որևիցե անձ մեղադրական ցուցմունք չի տվել, այսինքն ստացվում է Սամվել Կարապետյանը պետք է ուղղորդի խոչընդոտի որևէ կերպ, որ իր նկատմամբ արդեն իստրված ցուցմունքները, որոնք մեղադրական չեն, դարձվեն մեղադրական, այստեղ էլ է անհասկանալի դատարանում, այս պայմաններում, այո, տնային կալանքը ևս բանկային կալանքից ոչնչով չի տարբերվում, տարբերվում է միայն նրանով, որ գտնվում է Սամվել Կարապետյանը տանը, նման խիստ խափանման միջոց շարունակաբար կիրառվել է պատվարժան դատարան որևիցե կերպ արդարացված եւ հիմնավորված չէ։ Եվ գտնում եմ, որ իմ գործընկերն ինչպես նշեց, այդ գրավի գումարի չափը ամբողջությամբ կարող է ապահովել Սամվել Կարապետյանի արդեն իսկ դրսևորված պատշաճ վարքագիծը եւ միայն գրավի արկայության պայմաններում կարող են ապահովել այն բոլոր մտահոգությունները, որոնք վարք իրականացնող մարմնի մոտ առկա են, այսքանը պատվարժան դատարանով։ Շնորհակալություն պատվարժան դատարան։